ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, բարի երեկո, գլխավոր լուրերի մասին նախամարոտ։ Սեր, բաժանում և իշխանություն, անձնական պատմություն, թե հաշվարկված քայլ, ինչ է կատարվում Փաշինյանի ընտանիքում։ Որտեղ է անցնում անձնական կյանքի և պետական պատասխանատվության սահմանը, և ինչու է այդ սահմանը Հայաստանում խախտվում։ Սեքսիստական արտահայտություններ, ընտանեկան սկանդալներ, բունգա խնջույքներ, Թրամփ, Պուտին, Բերլուսկոնի, ինչպես են առաջնորդներն անձնական սկանդալները վերածում քաղաքական առավելության և ինչու է տարբեր երկրներում դրանց ազդեցությունը տարբեր լինում։ Բանակում զինվորի մահվան դեպքից հետո քննչականը սպանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, ում են կասկածում և ինչ է հայտնի։ Ամերիկյան անօդաչուներ Իրանի երկնքում, պատմական միջուկային առաջարկ Ժնևում, Իրանի խոսելը բարդացնում է ԱՄՆ-ի որոշումը։ Բանակում զինվորի մահվան հերթական դեպքից հետո քննչականը սպանության հոդվածով վարույթ է նախաձեռնել։ Ազատության տվյալով առաջիկայում ձերբակալված զինվորին մեղադրանք կառաջադրվի սպանության հոդվածով և միջնորդություն կներկայացվի դատարան նրան կալանավորելու համար։ Զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին գտել են 3 լուրը հաղորդել էր Պաշտպանության նախարարությունը։ Սա վերջին 2 ամսվա ընթացքում 3-րդ զինծառայողի մահվան դեպքն է բանակում։ Լրատվամիջոցները գրում են, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի զորամասերից մեկում, Նարեկը 19 տարեկան էր, Աբովյան քաղաքից, նրա ծնողները Հայաստանում չեն, հայրը բուժման նպատակով մեկնել է երկրից, իսկ մայրը որպես խնամող ուղեկցել է ամուսնուն։ Մինչ բանակում շարունակվում են ողբերգական դեպքերը, իշխանությունը քննարկում է սպառնալիքները այլ հարթությունում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Քննարկել են Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազման միջոցառումները։ Նիստին անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսկ անվտանգության խորհրդի նիստից առաջ Աննա Հակոբյանը հայտարարել է Փաշինյանից բաժանվելու մասին, բայց այս հայտարարությունը հասարակությունն ընկալել է ոչ թե որպես ընտանեկան պատմություն, այլ քաղաքական իրադարձություն։ Ոմանք այն կոչում են ընտրական տեխնոլոգիայի մաս, ոմանք քաղաքական օրակարգի վերաձևում, ոմանք փախուստ, ոմանք էլ պարզապես շոու հասարակությանը զբաղեցնելու համար։ Իսկ եթե իրական է բաժանումը, ինչու է վարչապետի կինը խոսում իր հնարավոր հարցաքննության, մինչև այժմ իր անձնական իմիջի համար հատկացված 0 բյուջեի, տուն չունենալու և այլնի մասին։ Փորձագետների մի մասն էլ կարծում է, որ Աննա Հակոբյանի հայտարարության յուրաքանչյուր բառը հստակ մեսիջ է, որոնք պետք է ճիշտ վերլուծել։ Ինչ է իրականում կատարվում վարչապետի ընտանիքում կամ էլ ինչ կարելի է եզրակացնել կատարվողից, Սեդակ Գյուրեղյանն է փորձագետների միջոցով առանձնացրել հնարավոր սցենարները։ Սովորական ընտանեկան որոշում, սև PR, թե խոր քաղաքական հաշվարկ։ Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Ես ինչ ասեմ։ Աննան Չինաստանից եկել է ու բառա խորոված է։ Ինչպեսի անհատում կա։ Երբ բաժանվում են շարքային քաղաքացիները, դա անձնական պատմություն է։ Երբ գործող վարչապետի կինն է բաժանվում, դա արդեն դառնում է քաղաքական իրադարձություն։ Վերջին 8 տարիները Աննա Հակոբյանի համար ծանր էին, ինքն է արձանագրում փաստը։ Հանրային դժգոհություններ, բամբասանքներ, հիմնավոր ու անհիմն քննադատություններ ուղղված ոչ միայն իշխանությանը, այլև վարչապետի կնոջ կերպարին։ Եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետեւ անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զգավարար չափով վիրավորան լսել եմ։ Իսկ ինչու էր ատելության ամբողջ ալիքն ուղղվում Աննա Հակոբյանի հասցեին։ Ցանկացած դժգոհության պարագայում առաջին հարվածը կայտնվում է ամուսինը կամ կինը միշտ, որտեղ ասենք նույնիսկ եթե երկրի ղեկավարին չես կարողանում ինչ որ մի բանի հետ կապես, ապա նայում ես, ասենք, չգիտեմ, այս ինչ մարդը իրենց խալապահում, սենց անում, այս ինչ ծախսն անում եւ այլն եւ այլն։ Քաղաքական գործիչների ամուսնական կյանքում լինի դա քաղաքացիական թե օրինական, ընտանիքի վարկանիշը հաճախ է քաղաքական բեռի վերածվում։ Վլադիմիր և Լյուդմիլա Պուտիններ, Բիլ և Հիլարի Քլինթոններ, Նիկոլա և Սեսիլիա Սարկոզիներ։ Օրինակները բազմաթիվ են, պատմությունները խորքային իմաստով նույնը։
Աննա Հակոբյանի վարկանիշը, այսպես ասենք, բացասական վարկանիշը, բացասական ռեյտինգը ավելի ցածր է կամ ավելի բարձր է տվյալ պարագայում, քան Նիկոլ Փաշինյանի բացասական ռեյտինգը, եւ ըստ էության դա ռեզոնանսի էֆեկտ է տալիս։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանին ի վնաս աշխատելով եկել են հիմա այդ եզրակացությամբ։ Այո, շատ հնարավոր է, որ այդ պարագայում հաստատի Աննա Հակոբյանին ըստ էության փորձում են տարանջատել Նիկոլ Փաշինյանին։ Բայց ինչու հենց հիմա, ընտրությունից 3 ամիս առաջ։ Եթե անգամ բաժանումն իրական է, նման փուլում դրա մասին բաց հայտարարությունը պատահական լինել չի կարող, քաղտեխնոլոգն է պնդում։ Եթե Նիկոլ Փաշինյանը չուզեր, ապա Աննա Հակոբյանը հիմա նման հայտարարություն չէր անի, այսինքն ընտրություններից մոտավորապես 3.5-4 ամիս առաջ նման քայլի չէր լինի։ Պարզ է, որ դա փոխհամաձայնեցված քայլ է եւ ունի իր նպատակները, որովհետեւ սովորաբար ընտրություններից առաջ ընդհանրապես միշտ մանավանդ արևելյան տիպի երկրներում, արևելյան մենթալիտետով, ինչպիսին Հայաստանն է ամեն դեպքում, միշտ փորձում են ցույց դնել ամուր ընտանիքի գործոնը։ Քաղաքական հաղորդակցության մեջ պատահականություններ գրեթե չեն լինում։ Քաղաքացիական ամուսնության ավարտը Աննա Հակոբյանի նոր կերպարի ձևավորման սկիզբը կարող է դառնալ, կամ առանձին անհատի կերպարը, մինչև այս մենք մեկ այլ նարատիվի մեջ էինք գտնվում եւ քննարկումները այդպիսին էին, որ ընտանիք, միասնություն, համատեղ որոշումների կայացում եւ 18 թվականին հենց այդ նարատիվը շատ լավ աշխատեց, որովհետեւ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կողքին էր եւ դա ամբողջացնում էր ընտանեկան տիրույթը, որովհետեւ Հայաստանում ընտանիքը կարևոր գաղափար է եւ ընտանիքի հետ կապված յուրաքանչյուր ամեն շատ զգացմունքային է։ Կամ հերթական անգամ վարչապետի ընտանիքը քաղաքական օրակարգն իր շուրջն է ձևավորում։ Քաղաքական օրակարգը ձևավորվում է մեդիայի, զանգվածային լրատվության միջոցների համար։ Սա նշանակում է, որ այնպիսի տեղեկատվություն կատարածված ընտանիքը որպես բուֆերային գոտի օգտագործվում է, անձնական, որովհետև յուրաքանչյուր անձնական լուր դա լիցքաթափող է, եւ այս դեպքում օգտագործվում է այս տեղեկատվությունը, որպեսզի կարողանան հնարավոր որոշակի ժամանակահատվածում վերաձևակերպել նաեւ օրակարգը։ Այս համատեքստում մասնագետը չի բացառում Աննա Հակոբյանի քաղաքական առանձին ուղի սկսելու տարբերակը։ Կյանքի կարևորագույն նյութական ու ոչ նյութական ձեռքբերումները քաղաքական ցնցումներից ապահովագրելը հնարավոր երրորդ սցենարն է։ Ինչից է Նիկոլ Փաշինյանը փորձում ապահովագրել իր գույքն ու ընտանիքը, եւ կան արդյոք ավելի մեծ կարևորություն ունեցող ձեռքբերումներ, քան գույքն ու ընտանեկան անդորը։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն։ Այստեղ անվտանգության լուրջ հարցեր կան։ Վարչապետի տիկինը կարող է կարևոր ինֆորմացիաների կրող լինել, իսկ դա լուրջ անվտանգային հարցեր է ստեղծում, զգուշացնում է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Այդպիսի անձանց հետ իշխանական կենսագործունեության հարցում միշտ արկա է այդ խնդիրը, ինչ է լինելու այդ ինֆորմացիայի հետ։ Ըստ այդմ ես կարծում եմ, որ այդ պետական պահպանության հարցը պետք է այդուհամենայնիվ լինի ուշադրության առարկա, առավել եւս, որ չենք կարող բացառել անգամ, որ Աննա Հակոբյանի առանց պահպանության կյանքի ընթացքում լինեն ինչ-որ սադրանքներ, չգիտեմ, ամենատարբեր տրամաբանությամբ կազմակերպվող, որոնք արդեն իրենց հերթին կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։ Ըստ փորձագետների, քաղաքականության մեջ հաճախ ոչ թե իրադարձություններն են որոշիչ, այլ դրանց ներկայացման ժամանակը։ Այս պատմության մեջ կարևոր չէ միայն բաժանում կա թե ոչ, ավելի կարևոր է ինչի համար է այդ մասին խոսվում հենց հիմա, ինչի է այն ծառայում եւ ում է ձեռնտու այդ օրակարգը։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Որտեղ է անցնում սահմանը իշխանության եւ ընտանիքի միջև։ Որքանով է ղեկավարի անձնական կյանքը մնում անձնական, երբ այն անընդհատ դառնում է հանրային քննարկման առարկա։ Ինչ դեր պետք է ունենա երկրի ղեկավարի ընտանիքը։ Պետք է այն մնա ստվերում, թե դառնա հանրային եւ քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից, ինչպես վերջին տարիներին մեր երկրում է։ Ժողովրդավարական երկրներում այս հարցի պատասխանը վաղուց ձևավորված է։ Սեդա Մակարյանն է ներկայացնում, թե որտեղ է անցնում անձնական կյանքի եւ պետական պատասխանատվության սահմանը։
Պատմությունը ցույց է տալիս, հասարակությունը ղեկավարին գնահատում է ոչ միայն ընդունած որոշումներով, այլ նաև նրան շրջապատող միջավայրով։ Ղեկավարի ընտանիքը պետական համակարգի մաս չէ, սակայն այն մշտապես գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում։ Եվ հենց այստեղ է սկսվում ամենաբարդ սահմանը անձնական կյանքի ու պետական պատասխանատվության միջև։ Քաղաքական մշակույթ ունեցող երկրներում վաղուց ձևավորվել է չգրված կանոն։ Երկրի ղեկավարի ընտանիքը չի կարող վերածվել ազդեցության կենտրոնի։ Նրանք չեն մասնակցում որոշումների կայացմանը, չեն օգտագործում իշխանությանը մոտ լինելու հնարավորությունը սեփական շահերի համար եւ չեն փորձում պետական լծակները ծառայեցնել անձնական հարմարավետությանը։ Ընտանիքում կարգավիճակը եւ ընտանիքի անդամների վարքը անմիջականորեն ազդում է, դա ավելի շուտ ոչ թե հասարակության վրա ազդեցությունա, որ նայեն եւ ընդհանրինակ են կրկնեն այդ վարքը, այլ ավելի շուտ դա վերացնում է նրան, թե արդյոք այս ընտանիքը ինքը ասենք կոռուպցիոն սխեմաների մեջ չի կամ ազդեցություն չի վաճառում։ Մասնագետների խոսքով ղեկավարի ընտանիքը նախ եւ առաջ պետք է լինի զսպվածության օրինակ, հատկապես այն երկրներում, որտեղ մարդիկ սոցիալական դժվարությունների առաջ են կանգնած, ցանկացած ցուցադրական շքեղություն կամ արտոնյալ վարքագիծ ընկալվում է իշխանության եւ հասարակության միջև խորացող անդունդ։ Երկրի ղեկավարի կերպարը եւ ընդհանրապես առաջին էշելոններում գտնվող մարդկանց կերպարը հոգեբանական շատ լուրջ նշանակություն ունի տվյալ հասարակության համար։ Ինքը ինչ-որ չափով էտալոնային նշանակություն ունի։ Գիտեք ինչ, ինչպիսին էլ լինեն իրենք քանի որ հասել են ինչ-որ բարձունքների ամենատարբեր ճանապարհներով, իրենք ընկալվում են որպես ուժեղ մարդիկ, օրինակելի, օրինակ վերցնելու արժանի մարդիկ։ Ոնց դրական մոդելներ են։ Բացի դրանից, իրենք նաև դառնում են մոդել կրկնօրինակման, իրենց վարքը, իրենց պահվածքը ինչ-որ չափով էտալոնային մոդելային է դառնում։ Երկրի ղեկավար ընտրվել է միայն քաղաքական պաշտոն ստանալ չէ։ Սոցիոլոգի խոսքով այդ պահից սկսած փոխվում է ոչ միայն մեկ մարդու, այլ նաև նրա ընտանիքի կարգավիճակը, որովհետև պետության առաջին դեմքի ընտանիքը ուզի թե չուզի դառնում է հանրային վստահության մաս։ Ընտանիքի անդամների ցանկացած քայլը աճ, ձախ, վերև, ներքև ինքը հիմնականում բացասական կերպ ազդում չկան, այնց շատ հազվադեպ է լինում, որ դրական ազդեցություն է այդ ֆանտաստիկ սոցիալական ազդեցություն պետք է ունենա, որ բանը կինը կամ ամուսինը համապատասխանաբար ինքը իրենով մեծ ազդեցություն ունենա դրական, հիմնականում հումանիտար ոլորտում, որպեսզի կինը կամ ամուսինը մաքրի այդ վարկանիշային բացասական կոմպոնենտները։ Այս առումով հայ հասարակությունը խնդիրներ ունի։ Հոգեբանի խոսքով երկրի ղեկավարի ընտանիքի անդամների սխալ վարքը, մանավանդ երբ այն դրսևորվում է այլ երկրներում, ազդում է հասարակության ինքնագնահատականի վրա։ Փաշինյանների ընտանիքն իր սև գործն արդեն արել է։ Եթե երկրի ղեկավարի կերպարը, ընտանեկան հարաբերությունները ով աղավաղված են, խեղաթյուրված են, այդ մոդելը ինքը էլի կարող է ինչ-որ չափով ազդեցիկ լինել, որ մոտավորապես այսպես, այս երկրի ղեկավարը, ղեկավարի կինը, այսպես են հում իրենց, ես ով եմ, ես փոքր մարդ եմ, ես հանգիստ կարող եմ ինձ այդպես պահել ու պահել։ Այս հարցը հատկապես սուր է հնչում այն երկրներում, որտեղ իշխանության եւ հասարակության միջև վստահության ճգնաժամ կա։ Հայաստանում եւս վերջին տարիներին հանրային քննարկումների կենտրոնում հաճախ հայտնվում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը, այլ նաեւ նրա ընտանիքը։ Այսօր եւս նրա ընտանիքը հանրության քննարկման թեման է։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Առաջին հայացքից ընտանեկան սկանդալը պետք է խարխլի քաղաքական կարիերան, բայց իրականում ամեն ինչ կախված է այդ սկանդալը ներկայացնելու ձևից։ Ժողովրդավար երկրներում սկանդալը կարող է լինել քաղաքական պատասխանատվության գործիք, ավտորիտար համակարգերում ընդհանրապես աղմուկ, իսկ պոպուլիստական քաղաքականության մեջ այն հաճախ վերածվում է հաշվարկված քայլի։ Սեռական սկանդալներ, ամուսնալուծություններ, գաղտնի ձայնագրություններ։ Միջազգային փորձը բավականին հետաքրքիր է այս համատեքստում։ Ինչպես կարող է սկանդալը դառնալ քաղաքական բրենդ, Անյա Բաղյանն է պատմում։ Այստեղ այնքան շատ գեղեցիկ աղջիկներ են շրջում, եւ ես սուրբ չեմ, դուք դա էլ եք հասկանում, չէ՞։ Դերասան, մեդիա մագնատ, Իտալիայում 4 անգամ վերընտրված միլիարդատեր վարչապետ Սիլվո Բերլուսկոնին ամենաազդեցիկ գործիչներից էր։ Նրա կյանքը համեմված էր սկանդալներով, բունգա երեկույթներով ու ամուսնալուծություններով։
2009-ին Լարիոն միլիարդատեր վարչապետի երկրորդ կինը հրապարակավ հայտարարել էր, որ ցանկանում է բաժանվել, քննադատելով Բերլուսկոնիի վարքագիծը երիտասարդ կանանց հետ։ Նրանց բաժանման ընթացքը ձգվեց 5 տարի։ Բերլուսկոնին իր շուրջ ստեղծված սկանդալներից շահեց։ Նա եւ իր թիմը դրանք ներկայացրին ոչ թե որպես անձնական խնդիր, այլ դատական համակարգի քաղաքականացում, ձախերի դավադրություն, մեդիայի կողմնակալություն։ Իսկ Բունգա-Բունգան նրան պահեց հանրային ուշադրության կենտրոնում։ Քաղաքական բրենդի համար տեսանելիությունը երբեմն ավելի կարևոր է, քան բարոյական ամբասիրությունը։ Նախընտրական փուլում գտնվող Թրամփի շուրջ անձնական ամենամեծ սկանդալի Access Hollywood ձայնագրության մասին է տեսանյութը։ 2005 թվականին արված գաղտնի ձայնագրությունում նա կոպիտ ու սեքսիստական ձևակերպումներով խոսում էր մի կնոջ մասին, հայտարարելով, որ նրա կարգավիճակը թույլ է տալիս ոչ պատշաճ վարքագիծ։ Տարածված տեսանյութն ընտրական մրցավազքում Թրամփին ճնշեց, բայց նա ըստ ամերիկյան մամուլի այն գործածեց հասարակության բևեռացումը խորացնելու եւ իր հաղթանակն այդպիսով ապահովելու համար։ Թրամփն անձնական հարցը դարձրեց քաղաքական ցատկի ու Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ դառնալու զսպանակներից մեկը։ Մենք բաժանվել ենք, քանի որ գրեթե երբեք չենք տեսնում իրար։ Պարոն Վլադիմիր Պուտինն ամբողջությամբ կլանված է աշխատանքով։ Անձնական կյանքը 7 կողպեքի տակ պահելուց հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կնոջ հետ նման հայտարարություն արեց։ Մամուլը խոսեց ու այդ ֆոնին ձևավորվեց խիստ կենտրոնացած առաջնորդի կերպար։ Բայց ի տարբերություն արևմտյան գործիչների, Ռուսաստանում անձնական սկանդալը քաղաքական մեծ ազդեցություն չունեցավ։ Քաղաքականության մեջ կարևոր է ոչ թե սկանդալը, այլ այն, թե ինչպես է այն ներկայացվում։ Նույն սկանդալը կարող է մեկին կործանել, իսկ մյուսին դարձնել ավելի ուժեղ։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Տարածաշրջանային լարվածությունը չի նվազում։ Ամեն օր խոսվում է հավանական բախման մասին ու դրա ազդեցության։ ԱՄՆ-Իրան պատերազմի սպառնալիքն էլ պահպանվում է։ Այս ֆոնին Հայդատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ։ Հայդատի հանձնախմբի տարածաշրջանային լարվածության նվազեցման եւ բանակցությունների վերականգնման կոչերին համահունչ եւ հաշվի առնելով, որ Իրանի երկարատև պատերազմը լուրջ սպառնալիք կդառնա քաղաքացիական բնակչության, այդ թվում Իրանի հայկական համայնքի համար, մտահոգ լինելով, որ հնարավոր պատերազմի տարածաշրջանային տարածման վտանգը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անվտանգության ու տարածաշրջանի հայկական եւ այլ խոցելի փոքրամասնությունների բարեկեցության վրա, Հայդատի հանձնախումբը վերահաստատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ իր երկարամյա դիրքորոշումը։ Այս ֆոնին Իրանի երկնքում ամերիկյան անօդաչու է անհետացել։ Սարքն անհետացել է ռադարներից Պարսից ծոցի օդային տարածքում։ Իրանի հարավում փետրվարի 21-ին կամ 22-ին աղետի ազդանշան ուղարկելուց հետո։ Ռազմական փորձագետների կարծիքով անօդաչու սարքը հնարավոր է վնասազերծվել է ռուսական կամ չինական համակարգերով։ Մինչ ԱՄՆ-ի հետ հերթական բանակցությունները Իրանը բարձրացնում է իր դիրքորոշման նշաձողը։ Թեհրանը հայտարարում է պատրաստ է թե խաղաղ, թե ռազմական սցենարների։ Սակայն առաջնահերթությունը հակամարտության կանխումն է։ Ինչ ուղերձներ են հնչում բանակցություններից առաջ եւ ինչ են դրանք նշանակում տարածաշրջանի համար, ռեպորտաժում։ Իրանը Ժնևում բանակցությունների սեղանին նոր առաջարկ է դրել, երբ երկու երկրի պատվիրակությունները հանդիպել են միջուկային բանակցությունների երրորդ փուլն անցկացնելու։ Իրանի Մեհր պետական լրատվական գործակալությունը վկայակոչերով Ժնևից ստացված տեղեկությունները հայտնել է, որ Միացյալ Նահանգներին ներկայացրած Իրանի պատվիրակության առաջարկի նպատակն է փարատել Վաշինգտոնի մտահոգությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Առաջարկը մշակված է այնպես, որ վերացնի Միացյալ Նահանգների բոլոր կասկածները Իրանի միջուկային ծրագրի բնույթի վերաբերյալ։ Սակայն մի կարևոր պայման կա առաջարկի համաձայն, եթե Սպիտակ տունը ձախողի գործընթացը, դա կհաստատի Թեհրանի մտավախությունները, թե Վաշինգտոնը լուրջ չէ դիվանագիտության հարցում։ Նշվում է, որ առաջարկի կոնկրետ մանրամասները հրապարակված չեն։ Միացյալ Նահանգները բազմիցս ցույց է տվել, որ իր համար այսպես անբեկանելի խնդիր է եւ յուրաքանչյուր վերջնական համաձայնություն Իրանի հետ ենթադրում է միջուկային ծրագրից ամբողջական հրաժարում, ինչպես նաև Իրանի կողմից իր
ազդեցության տակ գտնվող պետությունների կամ խմբերի ֆինանսավորման եւ սպառազինության տրամադրման բացառումը։ Հետաքրքիր է նաև, որ փաստաթուղթը դեմ առ դեմ հանդիպման ժամանակ չի փոխանցվել եւ դա տեղի է ունեցել դիվանագիտական խողովակներով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Սարախչին Թեհրանի միջուկային առաջարկը հանձնել է Օմանի արտգործնախարարին բանակցություններից ընդամենը ժամեր առաջ։ Իրանի պաշտոնական իրնագործակալությունը հայտնել է, որ փաստաթուղթը պարունակում է հնարավոր համաձայնագրի առանցքային տարրերը։ Այժմ գնդակը Միացյալ Նահանգների խաղադաշտում է, որը Իրանի շուրջ ավելացրել է իր ռազմական ներկայությունը նպատակ ունենալով ճնշում գործադրել Թեհրանի վրա միջուկային համաձայնագիր ստորագրելու եւ հրթիռային ծրագրերից հրաժարվելու համար։ Փետրվարի 25-ին Իսրայելում գործող CNN-ը հղում անելով արաբ դիվանագետի հաղորդել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել կտրուկ նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը որպես միջուկային առաջարկի նախագծի մաս։ Նախագծով նախատեսվում է հարստացման մակարդակի իջեցում 6%-ից մինչև մոտ 3.6%, նաև հարստացման կասեցում 7 տարով, մինչդեռ Միացյալ Նահանգները պայքարում է 10 տարվա համար։ Իրանական կողմն էլ իր հերթին այլ ակնկալիքներ ունի, մասնավորապես Իրանը ակնկալում է, որ ուրանի հարստացման սահմանափակման դեպքում Միացյալ Նահանգները ամբողջապես չեղարկի այն պատժամիջոցները, որը սահմանել է Իրանի դեմ։ Եթե այս ձևաչափով կողմերը կարողանան առաջ գնալ, այսինքն Իրանը սահմանահարստացումը ուրեմն կչացնի, այդ դեպքում նա ակնկալում է, որ Միացյալ Նահանգները պետք է ուրեմն վերացնի պատժամիջոցները, այս դեպքում որոշակի ուրեմն առաջընթաց բանակցությունում կարելի է ակնկալել։ Միացյալ Նահանգները պահանջում է հարստացված ուրանի դուրսբերում Իրանից, մինչդեռ Թեհրանը համաձայն է միայն նվազեցնել դրա հարստացման աստիճանը, առանց այն երկրից հանելու։ Իրանի համար իրավիճակը դարձել է շատ պարզ ընտրություն՝ կամ համաձայնագիր, կամ ճնշումների սրում։ Ի տարբերություն նախորդի, այս անգամ կարծեք թե Իրանը հատկապես կենտրոնացած է սանկցիաները թոթափելու խնդրին։ Մենք գիտենք, որ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով թեպետ նախատեսվում էր աստիճանական թուլացում, այս անգամ իրանցիները ակնկալում են այսպես ավելի համընդգրկուն սանկցիաներից թոթափման պայմանավորվածություն, որը երևս ես կարծում եմ, որ երկարաժամկետ կտրվածքով իրատեսական չէ։ Միացյալ Նահանգները արդեն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում ցույց տալու համար, որ բանակցությունների ձախողման դեպքում պատրաստ է նաև կոշտ քայլերի։ Պարսից ծոցում ավելացել է Միացյալ Նահանգների ռազմածովային ներկայությունը, իսկ Մերձավոր Արևելքում կենտրոնացվել են ամերիկյան օդային ուժեր աննախադեպ ծավալով։ 2003 թվականից ի վեր տարածաշրջանում արդեն տեղակայվել են նաև ժամանակակից F-35 եւ F-22 կործանիչներ։ Միացյալ Նահանգները շարունակում է մեծ թվով զինտեխնիկա ուղարկել Մերձավոր Արևելք, արդեն նաև նշում է, որ ամերիկյան Ջերալդ Ֆորդը մոտենում է Իսրայելի ափերին, սա նաև Միացյալ Նահանգների կողմից լծակ է, այսպես ասենք, որպեսզի բանակցություններում որոշակի ճնշում գործադրի Իրանի դեմ, կամ եթե բանը չհասնի համաձայնագրի կնքման, ապա արդեն գործնականում որևէ հարվածներ տեսնենք Իրանի դեմ։ Այնուամենայնիվ մենք տեսնենք, որ իրանական կողմն էլ ձեռքերը ծալած չի նստում ու արդեն երկու անգամ հասցրել են զորավարժություններ անցկացնել։ Ժնևյան բանակցություններից առաջ Միացյալ Նահանգների ղեկավարությունը հայտարարել է, որ նախընտրում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Վաշինգտոնը շեշտում է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, սակայն լուրջ մտահոգություն են առաջացնում նաև նրա բալիստիկ հրթիռները, իսկ Թեհրանը հրաժարվում է դրանց շուրջ քննարկումներ ծավալել։ Այսօր Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցն է։ 1988 թվականի փետրվարի 27-ին Բաքվից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայ բնակչության դեմ բռնությունները։ Ջարդեր, սպանություններ, խոշտանգումներ, հայերի բնակարանների գույքի զանգվածային ոչնչացում ու թալան։ Սա ձեռագիրը, որը եղել է եւ 111 տարի առաջ եւ 38։ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ին, երբ հայ խաղաղ բնակիչներն ադրբեջանական քաղաքում ենթարկվեցին անխտիր եւ դաժան ամբոխի բռնությունների, հանդիսանում է 20-րդ դարավերջի Ադրբեջանի պատմության հանցագործ դրվագներից մեկը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամն է հայտարարություն տարածել։ Կենտրոնը շեշտել է, այս հանցագործությունների անպատժելիության ժառանգությունն օգնեց հավերժացնել բռնության ցիկլերը, որոնց ամենավերջին գագաթնակետը հանդիսացավ 2023 թվականին Արցախի հայ բնակչության լայնամասշտաբ էթնիկական զտումը։ Խաղաղությունը չի կարող կառուցվել տեղահանություններով եւ բռնություններով։
Միայն բոլոր հայ ռազմագերիների եւ կալանավորների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը տեղահանված հայ բնակչության Արցախ վերադարձի երաշխավորված իրավունքը եւ նրանց պաշտպանության համար միջազգայինորեն վերահսկվող անվտանգության ամուր երաշխիքների ստեղծումը կարող են նպաստել տարածաշրջանում կայունության վերականգնմանը։ Արցախ իրենց հայրենիք, հայերի անվտանգ եւ հավաքական վերադարձը, երկարաժամկետ անվտանգության ապահովումը վճռական քայլ կհանդիսանան ազգերի հաշտեցման ճանապարհին եւ զգալի բռնության ցիկլերից, որոնք խոցել են սերունդներին, ներառյալ Սումգայիթը։ Միայն նման կոնկրետ միջոցառումների միջոցով տարածաշրջանը կարող է դուրս գալ անցյալի հանցագործություններից եւ հիմք դնել տևական խաղաղության։ Բախումներ են Պակիստան-Աֆղանստան սահմանին։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը բաց պատերազմ է հայտարարել Աֆղանստանում թալիբների դեմ։ Նրա խոսքով Պակիստանը ջախջախիչ պատասխան կտա Աֆղանստանին։ Հյուսիսային Կորեան էլ աշխատավորական կուսակցության 9-րդ համագումարի առթիվ ռազմական շքերթ է անցկացրել։ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ է ցանկացած վիճակի։ Ջրհեղեղից տուժած Բրազիլիայի փողոցներում դագաղներ են հայտնվել։ Հաղորդվում է, որ ջուրը լցվել է թաղման բյուրո եւ դագաղները դուրս բերել պահեստից։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բաց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։